Հայաստանի միջազգային պահուստները մեր պետականության անտեսանելի պաշտպանությունն են, ֆինանսական վահանը, որը ճգնաժամի պահին կանգնեցնում է խուճապը, պահում դրամի կայունությունը, թույլ տալիս մեր տնտեսությանը արտաքին տնտեսական շոկերն անցնել առանց ցնցումների։ Հոկտեմբեր ամսվա տվյալներով Հայաստանը իր միջազգային պահուստները հասցրել է 4.5 միլիարդ դոլարի։ Սա մեր վճարունակության բուֆերն է եւ վստահության չափիչը թե շուկաների, թե մեր քաղաքացիների համար։ Վրաստանը 2025 թվականի նոյեմբերին պահուստները հասցրել է մոտ 5.8 միլիարդի։ Պահուստներում ավելացրել է ոսկու մասնաբաժինը շուրջ 16.5% դիվերսիֆիկացիայի համար։ Ադրբեջանի կենտրոնական բանկի պահուստը 11.4 միլիարդ է, նավթային ֆոնդի ռազմավարական պահուստը հասնում է 83.5 միլիարդի։ Հայաստանը նավթ չունի, մեր ուժը պետք է լինի կարգապահ տնտեսությունը եւ ֆինանսների կարգապահությունը, պահուստների հետևողական կուտակումը, այնպես որ դրամը լինի պաշտպանված, պարտավորությունները կառավարելի, իսկ արտաքին հարվածները ներսում շոկեր չառաջացնեն։ Հիշում եմ 2003-ին էր Քոչարյանի պաշտոնավարման երկրորդ շրջանի մեկնարկին Հայաստանը վաճառեց իր ոսկու պահուստը 1.4 տոննա, ստացավ 17 միլիոն դոլար, մինչդեռ այսօր այդ նույն ոսկին կարժենար մոտ 200 միլիոն դոլար։ Սա միայն ոսկու մասին չէ, սա պետության ռազմավարական մտածողության բացակայության մասին է։ Պետությունը, որը պահուստ չի կուտակում, իր անվտանգությունն է պարտքով փակում, իսկ պետություն, որը խելացի պահուստ է կուտակում, իր անկախությունն է ամրացնում։